Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Խորհրդով նախ ձեր ուղերձը, ասելիքը, 33 տարի առաջ տեղի ունեցած իրողությունը եւ այն ինչ ունենք ներկա իրողության պայմաններում։ Օրվա խորհուրդը դե գիտեք եռատոն է եւ որից հետո մյուսից էլ ավելի կարեւոր է, մասնարարպես իմ սերունդի համար, ես փոքր երեխա էի եւ կյանքում չէի տեսել Շուշին, բայց հիշում եմ, որ մեր ամբողջ բակը տոնում էր այդ օրը, ես էլ ուրախացած գոռում էի հաղթել ենք, իմ համար հաղթանակը այդ պահին երկրորդ համաշխարհային պատերազմն էր, որի մասին բազմաթիվ ֆիլմեր կար, ես այդ դպրոցական էի ու տենց այդ ֆոնի տակ ուրախացել էի, նույնիսկ կարելի ասել, որ տենց ամբողջությամբ չէի հասկանում Շուշիի նշանակությունը, բայց այդ ոգով էլ մեծացել եմ ու դա դարձել է իմ կյանքի այդ չափանիշներից մեկը, թե ոնց պետք է լինի, ցավոք սրտի 44 օրյային մասնակցել եմ եւ հենց Շուշիի մերձակայքում մղվող մարտերին եմ մասնակցել, սենց ճանաչելի տեղանունով ասեմ, Քարինտակի գումարտակում եմ եղել, ինքը Քարինտակից մի քիչ հեռու էր, բայց չմանրամասնեմ, հրամանով նահանջելուց, երբ որ բարձրացել ենք, մի պահ կանգնել ենք, չնայած հակառակորդը շատ մոտ էր եւ ամբողջ գումարտակով, ով այդ պահին ողջ էր ու մեր հետ էր, նույնիսկ որոշ վիրավորներ երդվել ենք, որ մենք պետքա Շուշիի համար դեր մեր կռիվը տանք, ես պայքարում եմ, չեմ պատկերացնում, որ կարա լինի մի Հայաստան, որը առանց Արցախա, այդ կլինի անդամալույց Հայաստան։ Իմ համար տոնը շարունակվում է, շատ կուզենամ, որ Շուշիի վերջնական ազատագրումը էլի մայիսի 8-ին տեղի ունենա, բայց ինչ որ լինի, մեկա մենք այս տոնը մեկա պահելու ենք, ինքը մեր հետ է, ինքը մեր նորանկախ Հայաստանի հենց անկախության կարելի ասել սիմվոլն է ու երբեք իմ համար ուրիշ նշանակություն չի ունենալու։ Իսկ սև էջերից հետո, պատմությունից վերջին տարիների սև էջերից հետո ինչ է պետք մարտական ոգին բարձրացնելու համար, ոգևորվածությունը բարձրացնելու համար, որ Շուշին էլի կարողանանք ազատագրել։ Առաջի հերթին հանձնողներին պետք է հեռացնես իշխանությունից, բերես մարտական հոգով մարդիկ, ովքեր եթե զորքի հրամանատարը, Գենշտաբի պետը, պաշտպանության նախարարը պարտավորական հոգեբանությամբ մարդիկ են, երբեք չես հաղթելու։ Զորքը հաղթում է, երբ որ դիմացից գնացողը ինքը իր տեսակով հաղթող է։ Երբ որ կհեռացնենք պարտության սիմվոլին իր ամբողջ անձնակազմով եւ կգան մարդիկ, որոնք բացառապես հայրենասեր են, ոչ թե խոսքերով, այլ գործով եւ անցյալով արդեն իսկ ապացուցել են, այդ պարագայում հաղթանակները կգան եւ նույնիսկ այդ անհավասար պատերազմի ժամանակ 44 օրյայի չկա դրվագ, որտեղ ուղիղ մարտեր ա եղել ու հայ զինվորը պարտվել է ադրբեջանցուն, հակառակը շատ կա, ես ինքս կարող եմ պատմել ուղղակի եթերը չծանրաբեռնեմ, բայց բոլոր դրվագներում մենք իրանցից ուժեղ ենք, ուղղակի պետքա որ մեր ղեկավարը իրանց ղեկավարից ուժեղ լինի, իրականում պարտվել է կառավարությունը, ոչ թե բանակը։ Փաշինյանը այսօր ուղերձ էր հղել նշելով, որ Ադրբեջանի հետ պատերազմ չի լինելու եւ հաղթանակ է խաղաղություն է լինելու, այդ կերպ նշել, եթե նաեւ կհիշեք Նիկոլ Փաշինյանը այսպիսի մի արտահայտություն էր արել, որ ոչ թե պատերազմն է իր օրոք եղել, այլ ինքն է պատերազմի օրոք կառավարել։ Նախ պատերազմը իր օրոք է եղել, որովհետև ինքն է բերել այդ պատերազմը իր անպագորգոր, չկշռադատված հայտարարություններով, իր պահվածքով, իսկ ինչ վերաբերում է ես պատերազմ անցած մարդ եմ, Աստված չանի, որ պատերազմ լինի, իհարկե ես առաջի կողմնակիցն եմ, որ խաղաղ ճանապարհով վերադարձնեն մեզ են, ինչը որ մերն է, մեր պապերինն է, հազարամյակներով էլ մերն է եղել, ու եթե չլինի այդ օրը, որ իրանք պայմանավորվենք եւ հետ վերադարձնեն մեր հողերը, ստիպված կլինենք ինչ որ պահի նաեւ ուժի
կիրառմամբ վերադարձնենք, այդ նորմալ է, բոլոր պրակտիկաներում էլ կա, այդ ինչը որ քոնն է եւ քեզանից բռնի ուժով հետ են վերցնում, չպայմանավորվելու դեպքում ստիպված կլինես բերես, բայց իհարկե առաջնահերթ շատ կուզենամ, որ դա դիվանագիտական խողովակներով լինի։ Հաշվի առնելով Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունը, ինչքանով եք հավանական համարում, որ դիվանագիտական խողովակներով դա հնարավոր է։ Հավանականությունը Հավանականությունը այն ժամանակ մեծ կլինի, երբ որ մենք վերականգնենք ռազմական բալանսը այս պայմաններում, երբ որ ամբողջ երազանքը պարգևատրում ստանալ, թերի ասֆալտապատում անել կամ թերի մանկապարտեզներ վերանորոգել, այդ ուղղությամբ գնալուց դա կարող մոտակա մի 1000 տարում էլ չլինի։ Եթե շատ արագ սրան հեռացնենք եւ բերենք ազգային ուժեր, որոնք գումարը կծախսեն նպատակային եւ մարտական ոգին եւ մնացած ամեն ինչը տեղը կգնի եւ մենք շատ արագ կհաղթենք։ Իսկ այժմ քաղաքականությամբ զբաղվող, քաղաքականության մեջ նախկինում եղած անձանցից ում եք տեսնում որպես ազգային ուժի ներկայացուցիչ։ Ազգային ուժի ներկայացուցիչ նախկինում զբաղված նախկինում ներկայում կամ քաղաքականությամբ նոր զբաղվող մեր հայաքավե քաղաքացիական կազմակերպությունը դեռևս քաղաքացիական է, բայց մենք անցում անելու ենք մի փուլում քաղաքական անելու դեպքում մենք մեր հայտարարությամբ պաշտոնապես կասենք ում ենք տեսնում տեխնացու։ Մենք ունենք տեխնացու, բայց այս բանը չենք հայտարարի։ Ինչու՞ մեր ժողովուրդը հանգիստ վերաբերված եռակոմի կորցնելուն է։ Ես չեմ կարող բացատրել, այդ իրականում պետական աշխատանքն է տարվում դրա ուղղությամբ, չեմ կարծում, որ մարդիկ հաշտեն, ես ինքս հաշտ չեմ, երբեք հաշտ չեմ դինելու, դա իմ կյանքի երթումն է, որ պետք է ես Արցախը վերադարձնեմ ու չես կարող անել այն, ինչը որ քոնն է, հա, այդ նույնն է, ոնց որ ասենք օրինակ ծնողից ծնունդը մոռանաս։ Հիմա հայրենիքն էլ է մեր ծնողը եւ այդ չենք կարա մոռանանք եւ չենք կարա ուրանանք։ Եթե այդ ժողովրդի մեջ ինչ-որ 0.1% կա, որ իշխանությանը դա փոխարինել է իր անձնական շահը պետական շահով, իրանք ընդհանրապես պետքա չլինեն պետական ապարատում։ Հենց այդ էլ ապացույցն է, թե ինչի պետքա հեռացնենք։ Իսկ մեր ժողովուրդը հաշտի, մենք հաղթանակի այգուց ենք գալիս, ընդեղ էլ շատ մարդ կար, ստեղ էլ կար։ Մենք ոնց կարանք մեր երեխեքին մոռանանք։ Ստեղ մեր երեխեքն են մեզանից յուրաքանչյուրի կամ ծնողնա կամ երեխան է, անկախ նրանից ուղիղ դա քո ծնողնա, թե ուղիղ քո երեխան է։ Մենք պարտավորություն ունենք այս տղեկի հանդեպ։ Իրանց արածը չպետք է մոռանանք։